Առողջության համընդհանուր ապահովագրության հաջողության ցուցանիշներից են բնակչության կողմից բուժծառայությունների պահանջարկի աճն ու չբավարարված կարիքների նվազումը։ Դրական արդյունքներ գրանցելու համար կարևոր է ունենալ արդի հմտություններով բժշկական կադրեր։ Այս մասին փաստում են արևելյան գործընկերության երկրներում առողջապահական աշխատուժի կրթության և կարգավորման բարելավման վերաբերյալ ենթատարածաշրջանային աշխատաժողովի բանախոսները։ Առողջապահական կրթության արդիականացումը և կարգավորիչ գործառույթների ուժեղացումը պարզապես վարչական խնդիրներ չեն, դրանք առողջապահական համակարգի կայունության երկու հիմնասյուներն են։ Մեր բժիշկներին և բուժքույրերին միջազգային լավագույն չափանիշներով վերապատրաստելով մենք անում ենք ավելին, քան պարզապես հեշտացնում ենք նրանց մասնագիտական առօրյան։ Վստահ եմ, այսպիսով երաշխավորում ենք յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, արժանապատվությունն ու բարեկեցությունը։ Աշխատաժողովին քննարկվում է բժշկական կրթության մեջ արհեստական բանականության և թվային այլ գործիքների ներդրումը։ Կարևոր է, որ բուժառուներն ու բժիշկները վստահեն նոր տեխնոլոգիաներին։ Պետք է ապահովենք, որ կարգավորող մարմինները արդիականացնեն մասնագիտական կրթական ծրագրերը։ Սա կարևոր, խոստումնալից և մեծ ներուժ ունեցող ժամանակաշրջան է, սակայն ունի նաև մի շարք հնարավոր ռիսկեր, որոնց չեզոքացման ուղղությամբ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք։ Բժշկական կրթության ոլորտի բարելավման համար առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է ուղեցույց, համակարգի խնդիրների ախտորոշում, նպատակների և չափորոշիչների սահմանում, կառավարման և գործառույթների նախագծում, կիրառման մեթոդներ, մշտադիտարկում, գնահատում և այլն։ Շատ կարևորում է մեր դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը և նաև մասնագիտական կողմնորոշման պարտադիր էլեմենտի ներդրումը, որը նաև օգնում է մեզ ավելի մեծ հաջողությամբ ու արդյունավետությամբ ուղղորդել երեխաներին դեպի իրենց նախընտրած մասնագիտությունը և ուրախ եմ արձանագրել, որ բժշկական մասնագիտությունները մեր երկրում մնում են ամենապահանջվածը ընդունելության տեսանկյունից։ Նախարարի խոսքով մեր երկրի բժշկական բուհերում ներկա պահին սովորում է շուրջ 10,000 ուսանող, ուստի կարևոր է պարբերաբար թարմացնել կրթական ծրագրերը աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան կադրեր պատրաստելու համար։ Արամ Մարանդյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։